Բարլուս Հայաստան, բարլուս իմ հայազգ։ Այսօրվա թեմաներ կան, որի մասին ուզում էի ձեզ հետ խոսեի, միասին քննարկեինք այդ թեմաները, միասին վերլուծություններ անեինք եւ վերջում իհարկե մեկնաբանություններում դուք կգրեք, թե ինչ կարծիքի եք, համամիտ եք ինձ հետ, համամիտ չեք եւ այլն։ Եվ այսպիսով սկսենք երևի այն թեմայից, որը որ երեք հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ։ Բայց մինչև տեղադրեմ այդ տեսահոլովակները, խնդրում եմ տեսնենք այս տեսահոլովակը։ Խնդրեմ։ Ягода малина нас к себе манила. Ягода малина летом в гости звала. Как сверкали эти искры на рассвете. Ах, какой сладкой малина была. Տեսակ սիրելի բարեկամներ, ինչ է կատարվում։ Ես ուղղակի գիտեք ինձ է, որ ասեմ ապշած եմ, երևի թե ոչ մի բան չասեմ։ Մենք անգամ մեկս մեկիս հանդեպ չունենք հարգանք։ Մենք նախընտրում ենք ֆուրերով ապրանքը տանել թափել զիբիլանոց, բայց չբաժանել ժողովրդին։ Բայց 100 հազարավոր ընտանիքներ կան Հայաստանից Հանրապետությունում, որ այդ մրգի կարիք այսօր ունեն, երևի համնել են մոռացել։ Միգուցե ինչ-որ մի ընտանիք վերցներ, փակածոներ, ձմեռվա մի բան անեն, չէ, տանենք, թափենք զիբիլ։ Հիմա այդ թափող տղեկին ուզում եմ ասեմ, եղբայր, եթե դուք դες թափող տղեկ եք, դուք այդ խոդա անող տղեկ եք, դուխերը թերիկ չի անում, տանեք կառավարության դեմը դադարեք։ Եթե ակցիա եք անում, իսկ եթե ակցիա չեք անում, ինչու չեք բաժանում։ Չեք կամենում, անգամ մեկըդ մեկիդ, այս նեղ պայմաններում, այս նեղ վիճակի մեջ Հայաստանի Հանրապետությունում, ինչ եք ուզում դրանով ցույց տաք։ Ես ուզում եմ ասեմ հետևյալը, մինչև մենք չսովորենք հարգենք եւ սիրենք միմյանց, մինչև մենք յուրաքանչյուր քայլ չմտածենք, որն է ճիշտը, ոչ մի հաջողություն չի լինելու։ Հիշեք այս բառերս։ Հենց որ այդ զիբիլ թափելով դուք ոչ մեկին ոչ մի բան չապացուցեցիք։ Իսկ հիմա տեսնենք այս տեսահոլովակը, որտեղ Նիկոլ Փաշինյանը զանգարել է Վլադիմիր Պուտինին, այնուհետև ես մեկնաբանեմ, խնդրեմ։ Ընտրություններից հետո առաջին անգամ հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Պուտին-Փաշինյան հեռախոսազրույց։ Եվ այսպես տեղի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների օրակարգի, մասնավորապես երկկողմ տնտեսական հարաբերություններում առաջացած խնդիրների վերաբերյալ։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հայաստանյան ծագման ապրանքների ՌԴ շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան-Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու ԵԱՏՄ կարգավորումներին եւ խնդրել է միջոցներ ձեռնարկել այս խնդիրները կարգավորելու ուղղությամբ։ Ինչ վերաբերում է Հայաստանի Եվրոպական միության անդամագրվելու հարցով Հայաստանում հանրաքվե անցկացնելուն, ինչի մասին ասվում է ԵԱՏՄ անդամ 4 երկրների ղեկավարների մայիսի 29-ի համատեղ հայտարարության մեջ, վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հանրաքվեի անցկացումը գործնականում հնարավոր է միայն ԵՄ-ին անդամագրման համար Հայաստանի կողմից Եվրոպական միությանը պաշտոնական դիմում հղելուց եւ թեման առարկայական դարձնելուց հետո։ Միևնույն ժամանակ վարչապետ Փաշինյանն ընդգծել է բաց գործընկերային եւ բարեկամական երկխոսության միջոցով նշված հարցերը լուծելու Հայաստանի Հանրապետության կառավարության պատրաստակամությունը։ Տեսակ բարեկամներ ինքներդ, խնդրում է Նիկոլ Փաշինյանը։ Հիմա հարց Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյան, կուլտուրական ոնց է որ ասեմ, բա որ կեղտոտել չգիտես, ինչու ես կեղտոտում։ Ինչի ես կեղտոտում այդ հարաբերությունները, ինչի ես սերմանում ժողովրդների մեջ մեկը մեկի դեմ ատելություն, որ հիմա էլ ասում ես, խնդրում եմ, մի բան արեք, բա Եվրոպան ինչ եղավ։ Նիկոլ ջան, ինչ եղավ Եվրոպան, հարց։ Տանում էիք, ամեն ինչ տանում էիք, այն ձեր նախարարը են Մուրուքով, դա կուլտուրական արտահայտեմ, ասում էր ձկան հարցը լուծված է։ Բայց չէ որ Արտուր Ֆարմանյանը եւ ժողովրդական կոմունիստական կուսակցությունը բոռում էր, գոչում էր, որ դուք ուր եք տանում, դուք Դանիայի կամ ասենք թե բանի ձկների հետ դուք կարող կոնկուրենցիա անեք։
Թե գինու հետ կարա կոնկուրենցիա անեք իտալական, ֆրանսիական, թե ինչի հետ։ Բա որ չեք կարում, ինչի եք է ժողովրդին գցում կրակի մեջ։ Նիկոլ Փաշինյանը հետ է խոսում, խնդրում եմ նրանք արդեն կատնամթերք արգելեցին։ Հաջորդը որն է Նիկոլ Փաշինյան։ Ես ասել եմ բազմաթիվ անգամ, դուք չեք ճանաչում ռուս ազգին։ Սրանք մինչև վերջ ձեզի չոքսնելու են, հետո գիտեք ինձ էս գումանիտարի դեմքով գալու են, որ իրանք մեկ անգամ եւս փրկեցին հայ ազգին սովից։ Եվ ողջ իր պատմությունը հայ ազգը այսենց արել։ Ինքը գնաց է, սենց բլթցրել, ռուսը համբերատար սпасել է, հետո միջոցներա ձեռք առե, վերջում եկել է փրկողի դերում։ Այ որտեղ է վտանգը։ Սիրելի իմ հայրենակիցներ, դուք էլ ասում եք ռուսը սենց արեց։ Այդ այնց, հեսա կասեք ռուսը հեսա կանի ինչ որ պիտի անի, հետո գգա փրկողի դերում ու մի հատ շնորհակալություն եք հայտնելու։ Բայց արյունիտես ողջ կեղտը հենց հայկական իշխանության հետույքի տակ է։ Սուս ու փուս աշխատում եք, գյուղացին արտադրում էր, վերցնում տանում եք։ Ինչ Եվրոպա։ Դե արեք, տենանք ինչ ա լինելու։ Նիկոլ Փաշինյանը հիմա զգում է, այն ինչ որ ես ասում էի, որ փայտ առեք, փեջեր առեք, գազը, բայց ուշա, ռուս արդեն ֆռիկը ֆռցրել է։ Հեսա գգա հունվարի, նա իր խոսքը կասի, հետո ողջ ազգը կխնդրի Ռուսաստանին, Ռուսաստանը ամենայն փրկիչի դեմքով հանդես կգա։ Եվ իշնորհիվում այդ ամենը, իհարկե, իշնորհիվ Նիկոլ Փաշինյան։ Հիմա, սիրելի բարեկամներ, երկու խոսքով անցնենք, որ Նիկոլ Փաշինյանից այս խոսակցությունները գնաց, ուզում եմ մի երկու խոսք ասեմ իր նախկին կիննա, ներկայա, թե ապագայա ընկերուհինա, չգիտեմ, ակտիվ քարոզ արշավ է տանում Աննա Հակոբյանը ընտանիքի բռնության դեմ, կնոջ հանդեպ, ես ինչ է խոսում, ինքն էլ չգիտի ինչ է խոսում, Նիկոլը մի հատ կոմանդիրովկա չէ, ղրգեց Ամերիկա, գնաց ընդ երևում է դրանք մի բան էլի սովորեցրին, հիմա եկել է։ Մի վաղ ջոկատ էր ստեղծում, դիվերսիոնի ջոկատներ, որ դիվերսանտ էին բռնում, այտենց քանդերեց, հիմա կնոջ ես իմ իրավունքները։ Ուզում եմ հարց տամ Աննա Հակոբյանին, ես ընտանիք չեմ մտնում, սիրելի բարեկամներ, բայց եթե քաղաքական հայտարարություն է անում որևէ մի անձ, դա կապ չունի ում կինն է, ում երեխեն է, թե ով է ինքը։ Քաղաքական հայտարարությունը մտնում է Հայաստանից Հանրապետության քաղաքացու ընտանիք։ Դրա համար հարցս հետևյալն է, Տիկին Հակոբյան, ձեր նախկին ներկա ապագա ամուսնուն այդ հարց տվեք։ Ողջ հայ ազգնաբռնության ենթարկված այսօր։ Ես չեմ խոսում քաղբանտարկյալների մասին, ես խոսում եմ սպանությունների մասին, մանկապղծության մասին, ամեն ինչի մասին։ Ես ինչ ես հիմա հելե, քո մոդնի պրիչոսկով մտնում ես մարդկանց տներ։ Քեզ ով է տվել այդ իրավունքը, Աննա Հակոբյան։ Մի հատ գնա ձեր տունը, մի հատ այդ ձեր ընտանիքը կիսաստեղծված այդտեղ տիրություն արա, որ տղետ չգիտենք ուրդե է, այ մեկը ուրդե է, մեկը ուրդե է, դու ուրդեղ ես եւ որտեղ ես։ Եվ քո ամուսինը դե քո ամուսինը չի։ Ընդհանրապես բարոյական ընտանիքից խոսում են, գիտեք ով, ում ընտանիքը ասես վիշի պիլոտաժ է, որ օրինակ է ծառայում, ասում տեսեք մենք ինչ լավ ընտանիք ենք, մենք ինչ ենք։ Չենք իմանում դուք ով եք, մեկդ մեկիդ, ով ումն է, այդ էլ չգիտենք։ Չենք էլ ուզում իմանանք, ասեմ իմանանք։ Նենց որ մի մտեք Հայաստանից Հանրապետության քաղաքացու տուն, Տիկին Հակոբյան, խոսում եմ կուլտուրական։ Հիմա, սիրելի բարեկամներ, 1988 թվականին Չարաբաստիկ Լևոն Տեր-Պետրոսյանը երբ որ մի թոմ արեց շարժումը, Արցախյան շարժումը, միացում, անկախություն եւ այլն, այդ ժամանակ չեմ վախենա այդ բառից, ազգի սերունդները հավատացին իրենց եւ իրենք ներքաշեցին այդ լեգենդար մարդկանց, գրողներ, գիտնականներ, ակադեմիկոսներ եւ այլն, որոնց թվում էր նաեւ մեր հիանալի ակադեմիկ Վիկտոր Համբարձումյանը եւ այդ մարդը ամբողջ կյանքը ուղեղով մարդը, որը ստեղծեց Աստղադիտարանը, գնաց Մոսկվա խոսած իդե, որ այդ Աստղադիտարանը
հետո անվանեց Նիկոլ Փաշինյանը ռագատկի քար, թե ես ինչ կտեղադրեմ, ունեմ այդ տեսանյութը։ Հիմա, սիրելի բարեկամներ, լսենք ինչ ասել Վիկտոր Համբարձումյանը, խնդրեմ։ Если вникнуть в вопрос о Карабахе, то становится ясной и причина спора. В сознании армянского народа незаконное и неконституционное изъятие Карабаха из состава Армении в 20-х годах также исходило из принципа «главное – захватить право», начать разармянивание этой территории. А когда разармянивание будет завершено, как это сделано уже в Нахчеване, то пусть потом, что хотят, говорят. Когда министр иностранных дел, бывший, конечно, Молотов, в свое время заявил от имени армянского народа, что он отказывается от претензий на возвращение ему Карской области и от территории, где произошел геноцид 1915 года, хорошо известный всему миру, то он говорил неправду. Մինչև վերջ գիտնական ակադեմիկոս մարդը ապացուցում է Ռուսաստանում, թե Արցախը Հայաստան է, որ հետո տարիներ անց Լևոնը եւ իր կուտոկը շայկեն այդ հանցագործների կուտոկը բերեն հասցնեն այսօրվան, որ մենք պետք է մոռանանք Արցախը եւ Արցախյան շարժումը։ Բա սրանք ինչ աղետ են եղել հայ ազգի վրա, 15 թվի գենոցիդից ենք խոսում, սիրելի բարեկամ, գենոցիդը տիրում է հիմա եւ տիրում է Նիկոլ Փաշինյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյանի ձեռքերով։ Այսօր Հայաստանը ապրում է իր ամենամեծ աղետը իրեն պատմության մեջ։ Հիմա, սիրելի բարեկամներ, դուք ասում եք, որ ընտրություններ, հիշում եք, ապրիլի 21-ի մեր համագումարի օրը ես Արտուր Ֆարմանյանս եւ Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությունը հայտարարեցինք, որ մենք չենք մասնակցելու այդ կապիկ շոուին, քանի որ մենք գիտակցում ենք ինչ է կատարվում։ Երբ որ ես ասում եի Հայաստանի Հանրապետության քաղաքացին ոչ մի բան չի կարող որոշել, այդ ընտրությունների մասին է խոսքը։ Շատերը ասում եք, դե ոնց մենք գնանք, մենք ընտրենք, բայց արյունի տես ինչ է ասել Լևոն Տեր-Պետրոսյանի ճուտը, որ ալյանսա, մալյանսա, ինչը դրանց կուսակցությունը հիմա կոչվում, ասում է ինքը, որ անհնարին էր Նիկոլ Փաշինյանի մաքրել, քանի որ ստավկիկ են դրել։ Այս Հայաստանը կողել է գումարի մեջ ժողովուրդ։ Ես ազգին նկատի չունեմ, այդ քաղաքական գործիչներին նկատի ունեմ։ Ինչ է նշանակում դրույքներ են դրած, անհնարին բան է, ուժեր, ինչ ուժեր։ Հայաստանի Հանրապետությունում կա մի ուժ, որի անունն է ժողովուրդ, որի անունն է ազգ, ինչ դրույքներ։ Ես վերջում կասեմ իմ խոսքը, սիրելի բարեկամներ, իսկ հիմա լսենք այս երևույթին, խնդրեմ։ Ես անընդհատ ձեզ սադրում եմ, որ դուք գայթակղվեք եւ ասեք, որ Նիկոլ Փաշինյանի գործերը շատ վատ է լինելու, ընդդիմությունը կարողանալու է այդ շանսը օգտագործել, բայց դուք այդ պոպուլիստական հոսքի մեջ չեք մտնում։ Որովհետեւ ես հասկանում եմ ու գիտեմ ինչ լուրջ ուժեր են կանգնած այսօր եւ սատարում բանին Նիկոլ Փաշինյանի ռեժիմին ու ինչ լուրջ խաղադրույքներ են կատարված։ Սա իսկապես ես ավելորդություն չեմ համարի, անգամ ասել, որ գիտեք այդ հայտի մեծ խաղը, հա, Բրիտանիայի եւ Ռուսաստանի մրցակցությունը 19-րդ դարում, որը ավարտվեց 1907 թվականին, երբ որ նրանք միավորվեցին Անտանտի մեջ, գերմանական, այսպես ասած, իմպերիալիզմին դիմակայելու նպատակով, այդ մեծ խաղը հիմա նորից շարունակվում է, բայց այդ մեծ խաղը դա արդեն վերածվել է մրցակցության Ամերիկայի եւ Չինաստանի միջև։ Եվ այդ մեծ խաղի գլխավոր էպիզոդներից մեկը դառնում է Թրիփը։ Եվ այդտեղ իսկապես շատ լուրջ խաղադրույքներ են, շատ լուրջ ուժեր են դրա մեջ ներգրավված։ Եվ ասել, որ բանա Փաշինյանի ռեժիմը շուտով հեսա կարելի է պարտություն, դա նշանակում է միանգամից կանխատեսել, որ Միացյալ Նահանգները ռեգիոնում կրելու են պարտություն։ Ոչ ավել, ոչ պակաս, իրանք են ասում։ Եվ սրանք բոլորը անենց կերան ժողովրդի ուղեղը, որ էլ դու սուս կասեր տատիկս։ Ինչի համար դուք պատկերացրեք դեռ 1990-ական թվականներից մինչև 2018 թիվը
ախր Նիկոլ Փաշինյանը չի թաքցրել, որ նա ատում է հայ ազգին, չի թաքցրել, որ Արցախը պետք չի, ադրբեջանցիներով հիացել է։ Սիրելի բարեկամներ, նա անվանել է անգամ մեր Գառնի տաճարը հավաբուն, չեք հավատում։ Տեսնենք այս տեսահոլովակը, խոմ Արտուր Ֆարմանյանը չի ասել է Նիկոլ Փաշինյանը, խնդրեմ։ Օրինակ 1998-ի փետրվարին մոլորակ թերթում Փաշինյանը գրում է հայերն ու ադրբեջանցիները բախտակից ժողովուրդներ են վերնագրով մի հոդված, որտեղ նշում է, թե ինքը հոտնկայս հարգել է Բաքվում սովետական տանկերի տակ զոհված բաքվեցիների հիշատակը։ Այսինքն նա հարգում է Բաքվի հայերի ջարդերի կազմակերպիչների հիշատակը, ապա շարունակում է. Ես հասկանում եմ, որ այդ նույն ձեռքն էր ջարդում թե Բաքվում, թե Սումգայիթում, թե Շահումյանում, թե Ֆերգանայում, թե Ադանայում եւ թե 1915 թվականին Արևմտյան Հայաստանում։ Փաշինյանը նկատի ունի Ռուսաստանին եւ դեռևս այն գլխից մաքրագործելով Թուրքիային եւ Ադրբեջանին հայոց ցեղասպանության մեղքը դնում է Ռուսաստանի վրա։ Նույն պնդումը քանիցս կանի արդեն վարչապետի կարգավիճակում։ Իր գրքում Երկրի հակառակ կողմը վեպում Փաշինյանը գրում է. հայերն ունեն մի հատ հռոմեական հավաբուն, Գառնու տաճարը, հա, մի կույտ էլ ռագատկի քարեր, Քարահունջի աստղադիտարանը։ Հայկական հուշարձանների, այդ թվում Արցախում ոչնչացվող քրիստոնեական ժառանգության հանդեպ նման թշնամական վերաբերմունքի արմատներն այստեղ է պետք փնտրել։ Փաշինյանի խմբագրած օրագիր թերթում բանակի հասցեին զազրախոսությունները, սպարապետի ծաղրանկարներն ու նրա մասին թունոտ անդրադարձներն ամենօրյա բնույթ էին կրում։ Այս մի խմբագրականում օրինակ նա հրճվում է խաղաղ պայմաններում զոհերի առկայությամբ խմբագրականը վերնագրելով. բանակը նվեր մատուցեց զինվորների մայրերին։ Զինվորների դիակները նախատոնական նվեր էին նրանց մայրերին։ Սա է այս անձի բարոյականությունն ու էթիկան։ Սպարապետի հերթական ծաղրանկարն անբարո վերնագրի ներքո կտորմը կամուֆլյաժ։ Չծառայած Փաշինյանը հեգնում է ոչ միայն սպարապետին, այլև զինվորական համազգեստը։ 1999 թվականի հունվարի 28-ին բանակի օրը լույս տեսած հոդվածում, որը վերնագրված է Հայաստանում ինչպես գրավյալ տարածքներում, գրում է. Երբ հայկական զորամիավորումները ճակատում տարան իրենց առաջին լուրջ հաղթանակները, այսինքն գրավեցին Ադրբեջանի մի քանի շրջաններ, գրավյալ տարածքներում թալան սկսվեց։ Հոդվածի վերջում, թե չէ գրավյալ տարածք է, մեկ էլ տեսար, ստիպված եղան վերադարձնել։ Վազգեն Սարգսյանը խուսափում է քաղաքական պատասխանատվությունից վերնագրով հոդվածում Փաշինյանը գրում է. Չգիտես ինչու, պարոն Սարգսյանի թվում է, թե հայ ժողովուրդը մի օր պետք է արթնանա ու արձանագրի, վերջ, Վազգեն Սարգսյանը քաղաքական գործիչ է։ Ապա թունոտ խոսքերի հերթական շարանը սպարապետի հասցեին։ Լավ կլիներ Արամ Զավենի Սարգսյանը վերաթերթեր իր այդքան պաշտելի Նիկոլ Փաշինյանի երբեմնի հոդվածները իր եղբոր սպարապետի մասին։ Եվ երբ այսօր ճամարտակում է Վազգեն Սարգսյանի երկրապահի հոկտեմբերի 27-ի թեմայով, արժե հիշել, որ նաև Փաշինյանի կողմից տարիներ շարունակ սպարապետի նկատմամբ թույն ու թարախ գեներացնելը եւս նպաստեց այդ ոչրագործությանը, երբ ահաբեկիչները խորհրդարանում արդեն անշնչացած սպարապետին հարվածելով կրկնում էին Փաշինյանի հոդվածների խոսքերը։ 2001-ին հայկական ժամանակում Նիկոլ Փաշինյանը գրում է. Ինձ զարմացնում է, որ մեր երկրում դեռ կան մարդիկ, ովքեր իլյուզիաներ ունեն, եթե կուզեք գրավյալ, եթե կուզեք ազատակ։ Օրինակ 1900 Տեսակ, սիրելի բարեկամներ, ինչ ասեց Նիկոլ Փաշինյանը։ Ում չեմ կեղծե, տեսանյութը ընդհանուր տեղադրել եմ։ Եվ դրա համար լինելով վստահ, որ ինչ որ ուժեր են պահում իրեն, ինչ որ ստավկեք կա դրած Հայաստանի Հանրապետության վրայով, այս մարդը դրա համար անում է այս հայտարարությունը, խնդրեմ։ Ոնց կարա կեղծիկ արած իշխանությունը գա ամբյոնից սենց խոսա, ոնց կարա տես բան լինի։ Հələ գնացեք տեսեք նախկինում կեղծվածները ոնց են խոսում։ Գնացեք բացեք։ Ասում են վայ հանկարծ չանեք հարավակ, բան ապակայունացրեք, ասում եմ արեք։ Ում ձայնը կեղծվել է դուրս եկեք հրապարակ, ցույց տվեք, որ ձեր ձայնը կեղծվել է։ Եվ այո, այս մարդիկ պատերազմի սպառնալիք են ստեղծել։ Դրա համար վստահացվա հելեք, որ ջարդեմ ձեզի։ Քանի որ պապաները իրան ասել են, հանիմյա ջարդի մտցնենք դիկտատուրա պրծնի հետա։ Բայց ուզում եմ քեզ ասեմ Նիկոլ Փաշինյան, մենք քել ենք, ջարդես չջարդես։ Հայ ազգնա տերը իր երկրի եւ հայ ազգի իրեն խոսք ասելու է։ Ուղղակի հիմա մի քիչ այն աշճարնի է թույն է, որ ժողովուրդը չի ջոգում ինչա կատարվում, բայց կարմիրները
Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությունը կարթնացնի ժողովրդին խոր նարկոզից, որին որ դուք թույնել եք 38 տարի։ Ես ասել եմ եւ մեկ անգամ եւս կրկնում եմ, քո պապան քաղաքական Լևոն Տեր-Պետրոսյանը չի մեռնելու, մինչև ես իրան անկաջից չտանեմ դատարան, անկաջից թղթով, որ ձեռքերս է չկեղտովի, թղթով բռնել եմ, տանել եմ դատարան, բոլորը տանխաթիլ պատասխան եք տալու ազգը պառակտելու համար։ Ես ձեզ ուզում եք սա սպառնալիք համարեք, ուզում եք զգուշացում արեք, ինչ ուզում եք արեք, դուք իմ երկիրը քանդում եք, դուք իմ երկիրը ոչնչացնում եք, դուք իմ ժողովրդին ստորացնում եք, դուք իմ ժողովրդին պաղակնում եք։ Չի լինելու, կյանքից գնով մինչև վերջի շունչս, ձեր բոլորի դեմ, դուք բոլորը կեղծ եք, թե դիմություն մի թոմ ընտրված, թե անդիմություն մի թոմ ընտրված։ Բոլորը նույն գարշոկի միջի կեղտն եք, միայն թալան, միայն ձեր սեփական ստամոքսը եւ ժողովրդի ոչնչացումը։ Դուք գլոբալիստների, անգլոսաքսերի, ջոդների պրոյեկտն եք։ Ես մեղադրում եմ ձեզ եւ այդ մեղադրանքը բոլորիդ է վերաբերվում։ Հիմա, սիրելի բարեկամներ, Նիկոլ Փաշինյանի մեկ անգամ ապացույցներից մեկը, ես ուղղակի որ այդ կադրերը գալիս են աչքիս առաջ, ես չեմ կարող հանգիստեմ, ներվային համակարգս խանգարվում է։ Այդ խաղաղությունը, որ ասում է, խաղաղություն, Նիկոլ Փաշինյան, վաղվա կադրեր են, բնական է, բայց դա այսօր էլ է ադրբեջանական լրատվականները ամեն օր ցույց են տալի։ Նրանք պատրաստ չեն խաղաղության։ Խաղաղություն եթացող մարդը գերեզմանա քարերը չի ջարդում։ Եվ դուք, ես չեմ հասկանում ադրբեջաներեն, բայց մարդիկ ասում են, որ ինձ են ղժում եւ ինչեր են ասում մեր տղաների վերաբերել։ Խնդրեմ այս տեսահոլովակը։ Жди я гринама. Я мог послать. Ага. Смотри, ага, сейчас. Айса, ладно. Айса. Дай сана. Ладно, хорош. Ты взял? Да, с этим угрозом. Sizler. Ne var? Ulan ne var? Bu ne saydı? 91. Խաղաղություն է Նիկոլ, խաղաղություն է հարց քեզ Նիկոլ, խաղաղություն է հայ ազգ, հայոց բանակ, հայոց ազգային անվտանգություն, հայոց դատախազություն, հայոց նախարարություն, խաղաղություն է։ Եթե խաղաղությունը սենց է լինում, ապա ես չգիտեմ, թե խաղաղությունը ընդհանրապես էլ որն է, եթե սա է խաղաղությունը։ Իմ կարծիքով խաղաղությունը դա բարեհամբույր փող զիջումներ իրար հետ ատնաշենիները ստեղծելը, դա։ Բայց եթե դու իրան սիրում ես, իրանով հպարտանում ես, ինքը ջարդում է քո եկեղեցիները, քո գերեզմանակարերը, ինչ խաղաղություն։ Սիրելի բարեկամներ, եւ վերջում, ինչպես միշտ, մեր կոմունիստական ռուբրիկա։ Կտեղադրեմ մի քանի տեսահոլովակ, որպեսզի դուք հիշեք, վերհիշեք այն մարդիկ, ովքեր տեսել են Խորհրդային Միությունը։ Իսկ երիտասարդության համար ուզում եմ ներկայացնեմ հետեւյալը։ Խորհրդային տարիներին հայրենական մեծ պատերազմի հերոս եղել է Մարշալ Չույկով, որ Ստալինգրադյան օպերացիայի մասնակից, որտեղ որ իր բանակի մեծամասնություն զինվորները զոհվել են հիմիկվա Վոլգոգրադում, առաջ Ստալինգրադում, եւ հիշելով, որ ինչքան մարդ է ինքը իր զինակից ընկերներ կորցրել, այն Գագոյի պես չի, Տրուսիկ Գագոյի պես, որ Ուրանա ընկերների արունը, այս Մարշալը տեսնելով, որ արդեն եկել են իր վերջի օրերը, նա խնդրել է, որ իրան տանեն թաղեն Մամաև կուրգան, իրեն զինվորների կողքին, որ ըստ իր պաշտոնի եւ իր կոչման, նա կարող էր պարկել Կրեմլի տարածքում, որտեղ որ Յոսիֆ Ստալինն է, Բրեժնևը, մյուս ոժդերը Խորհրդային Միության, բայց ասել է, խնդրում եմ ինձ տարեք իմ զինվորների մոտ։ Եվ երկրորդ տեսահոլովակը, թե ինչպես պետք լինի ղեկավարը Յոսիֆ Ստալինը, որը որ մատով ցույց է տալի որտեղ նստի նախագահ Տրումանը, Ամերիկայի ձեր սիրած Նիկոլ Փաշինյան, այդում Տրամպի հետ սելֆի է անում, մարդը տես ինչ անում,
որպեսզի իրանք չասեն լկտի սուտա եւ որպեսզի մենք բոլորս հիշենք այդ ամենը, խնդրում եմ այս մի քանի կարճ տեսահոլովակները, սիրելի բարեկամներ, խնդրեմ։ Почему миллионы до сих пор тоскуют по СССР? В Советском Союзе была стабильность. Работу давали сразу после института, увольнение – редкость, страх потерять все почти отсутствовал. Квартира по очереди, но бесплатно. Лекарства – копейки. Детские лагеря, санатории, путевки от профсоюза. Пенсии, пусть и скромные, но гарантированные. Образование и медицина полностью бесплатные. Магазины пустые, но холодильник у всех работал. Были дефицит, цензура, страх, но и чувство, что государство тебя не бросит. 8 классов образования уже считались нормой, среднее, престижем. Техникумы готовили специалистов, а не менеджеров по продажам. Дворы были живыми, с детьми, уличными играми, общими праздниками. Не было кредитов, коллекторов, платы за школу. Телевизор один на всю семью, но доверие к нему было выше, чем сейчас к интернету. Зарплата 120 рублей, но булка 16 копеек, проезд в метро 5, а коммуналка 2 рубля в месяц. Да, выбора не было, но был фундамент, пусть бетонный, но твердый. Они скучают не по режиму, а по ощущению, что завтрашний день предсказуем. Пока был социализм, когда Советский Союз разрушился, весь мир трансформировался, абсолютно весь мир, потому что работягу вдруг стало нельзя гонять палкой на работу, нельзя стало натравливать на него полицейских с дубинками, нельзя стало заставлять его работать по 2 смены подряд, много чего стало нельзя. Потребовались детские сады для рабочих детей, более-менее бесплатное муниципальное образование, медицинская страховка, обязательный оплачиваемый отпуск, 2 выходных вынь да положь, 8-часовой рабочий день. Это все стало возможно только потому, что у всех работяг в мире вдруг появился конкретный ориентир. А вот можно ж так, извините. Такое вот получилось из-за Советского Союза. Конкретно пример того, как можно по-другому. У вас Великая депрессия, а у нас, извините, вторая пятилетка в это время идет, и 9 тысяч крупных предприятий строится буквально с нуля. От героев былых времен не осталось порой имен. Те, кто приняли смертный бой, стали просто землей и травой. Только грозная дубли. Ձեր ցավը տանեմ, տեսակ ինքներդ։ Եվ որ ասում եի վերջում կասեմ, սիրելի հայ ազգ, ես արդեն ներողություն եմ խնդրում, ես չեմ պատասխանում այն հարցերին, ինչ ենք անում։ Բազմաթիվ անգամ ասել եմ, եթե Տերը մեր երկրի մենք ենք, եթե Հայաստանը դա Հայաստան է, եւ այնտեղի ժողովուրդը հայ են, ուրեմն մենք պետք է արթնանանք, մենք պետք է միաբանվենք եւ մեկ ճակատով դուրս գանք փողոց։ Ինչպես հրավիրել է Նիկոլ Փաշինյանը։ Իսկ եթե մենք չենք համախմբվում, մենք դուրս չենք գալի փողոց, ուրեմն ես ցիտեմ Չարաբաստիկ Սերժ Սարգսյանի բառերը։ Նիկոլը ճիշտ էր, ես սխալ էի։ Քանի որ Նիկոլ Փաշինյանը հրավիրում է փողոց, մենք չենք գնում, այսինքն մենք համաձայնվում ենք նրա հետ, որ նա արդար ղեկավար է, նա արդար ընտրված է եւ նա տանում է երկիրը խաղաղության եւ ոնց էին ասում ապագա կա։ Հիմա որոշումը ձերն է, խոսացեք մեկդ մեկիդ հետ, շփվեք իրար հետ հարևաններով, բարեկամներով, եւ երբ որ պատրաստ կլինի ազգը, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությունը եւ ձեր խոնարհ ծառան Արտուր Ֆարմանյանը պատրաստ է առաջի շարքերով հելել փողոց, գեներացնել փողոց եւ օրենքի սահմաններում մեր պահանջները ներկայացնել տվյալ իշխանություններին,
պահանջել իրենց հրաժարականը, հայտարարել արտահերտ ընտրություններ, ժամանակավոր կառավարություն եւ երկիրը տանել դեպի բարելավումներ։ Այսքան այսօր գեցե Հայաստանից Հանրապետությունը, գեցե հայ ազգս, գեցե հայոց սփյուռքը, գեցե հայկական առաքելական Սուրբ եկեղեցին։ Հուսով եմ կհանդիպենք սիրելի բարեկամներ, Աստված բոլորիս պահապան, ստեսություն, համոզված եմ, որ ամեն ինչ լինելու է գերազանց։